Բերքը ջրի գնով ենք տալիս, հասնում է մայրաքաղաք, գներն էլ հասնում են Աստղաբաշխականի։ Բողոքում է Արմաշեցի Տիգրան Մաթևոսյանը եւ հավելում, ստեղծված ծանր վիճակի պատճառն այն է, որ գյուղատնտեսական ոլորտը կարգավորող չկա։ Մեր մոտ 600 դրամով ծիրանը տանում են, բայց Երևանում մարդիկ ասում են 1500-ից 3000-ի սահմաններում է վաճառվում, էլի, այսինքն տեսեք, ստեղ էլ ոչ շուկա է վերահսկվում, ոչ ասենք անտերուդուս վիճակ։ Տիգրանը տարիներ շարունակ խնամել է իր մեծ այգին, նպատակ ունենալով զարգացնել տուրիզմն ու սեփական բերքն արտահանել արտերկիր։ Սակայն այս տարվա սակավաբերքության պատճառով անցած տարվա 50 տոննա բերքի փոխարեն ընդամենը 2 տոննա բերք է հավաքել։ Այս տարի դրա հետ որ համեմատենք մոտ 2 տոննա լինի, թե չէ, շատ քիչ է։ Դա էլ հիմնականում այն վայրակ ծիրանն է, ինքը բերքը բռնե։ Օրինակ այս շալախի ինքը տեսեք մեծ սիրուն ծիրան է, վայրակը սրա կեսի կեսն է, շատ փոքր է, ասենք ճիշտ է, պահածո անելու համար դա է նորմալ, բայց մարդիկ ծիրան են ուզում ուտեն։ Այս տարվա չնչին բերքն էլ իրացրել է մեծ դժվարությամբ, կեսը անվճար բաժանել է ընկերներին ու հարազատներին, մյուս կեսը վաճառել այնքան էժան, որ անգամ իր կատարած ծախսերը չի կարողացել փակել։ Եթե 450-ով 2 տոննան էլ ասենք, այդ ամենաբարձր գնով վերցնե, ինքը արմա մոտ 900,000 դրամ 2 տոննան, իսկ 900,000 դրամը ստեղ 250-ից 300,000 դրամ ջրի փողն է, այս տարածքի խոտ քաղելը տարեկան 250,000, դա ամենամինիմալն է, երբ որ ես եմ քաղում, դա ընդամենը բենզինի բանի ծախս առնում, արեց մոտավորապես 450,000 դրամ, պատկերացրեք գնալ գալ ընթացիկ ծախսերը էսա այնա, ոնց է չլինի, էլի տարվա մեջ 2-300,000-ի ծախս արվում է, ինչ տարվա համար 200,000 դրամ փող է մնում։ Տիգրանը հայտնվել է վարկային ծանր բեռի տակ, ու միակ ելքը սեփական այգին վաճառելն է պարտքերը փակելու համար։ Ես հիմա վարկերը փակելու խնդիր ունեմ, լուրջ ֆինանսական խնդիր ունեմ, իմ ընտանիքը պահելու խնդիր ունեմ եւ բացի այգին էլի հողեր ունենք, անասնապահությունը, անասունի կերախոտ է, այնա ես այդ ամբողջ էլի ծախսերը որ պետք է անեմ որպես գյուղացի ես ունեմ մի աշխարհ խնդիրներ, որոնք հետաքրքրում են շատ սահմանափակ թվով անձանց, շատ քիչ սրտացավ մարդկանց։ Հսկայական ֆինանսական բեռի տակ հայտնված զրուցակիցս ցավով է արձանագրում։ Իշխանությանը չի հետաքրքրում արժեք ստեղծող մարդը։ Ինքն ու իր նման բազմաթիվ տնտեսվարողներ մնացել են միայնակ իրենց պարտքերի հետ։ Լուծումը ստեղծածը վաճառելն է։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։